Հենց սկսենք այս նիստով Արմեն Աշոտյանի ինչ սպասել, ինչպիսի զարգացում։ Տեսեք, հունիսի 11-ին լրանալու է երկրորդ տարին այս խայտարակ քաղաքական ֆարսի։ Երեք ազգային ժողովում լսում եմ գլխավոր դատախազին մարդը, այդ տիկինը, գլխավոր դատախազի ուսադիրներ կրող տիկինը հայտարարում է, որ բանավոր պայմանավորվածության արդյունքում մենք հանել ենք հետախուզումը ուղիղ եթերում, հիշում եք, վիժված ադրբեջանցի մարդասպան մարդ գլխատող Զեյնալի հանդեպ Հայաստանը բանավոր պայմանավորվածության արդյունքում հանել է հետախուզումը, կրկնում եմ, այդ կադրերը մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես էր ադրբեջանցի վիժվածքը ուղիղ եթերում մորթում, գլխատում 82-ամյա Տարեց Արցախցուն։ Այսինքն Տարեց Արցախցուն գլխատողի հանդեպ Հայաստանի դատախազությունը Նիկոլ Փաշինյանի բնականաբար ուղակի հրահանգով հետախուզումը հանում է, միջազգային հետախուզումը հանում է, իսկ այստեղ 2 տարի շարունակվում է այս քաղաքական ֆարսը մի դատական գործի, որի դեպքում երբ որ լսում ես վկաներին, մարդիկ զարմանում են, թե ընդհանրապես իրենք ինչի են այստեղ, ես ավելի քան վստահ եմ, որ մեղադրող դատախազները եւս էլ չգիտեն ինչ պեղեն, որ Արմենի հանդեպ այս քաղաքական հետապնդման քաղաքական պատվերը շարունակեն։ Իհարկե, ուզում եմ նաև անդրադառնալ ԵԺԿ վերջի հայտարարությանը, որտեղ չնայած դահլիճից վռնդված ԿՊ-ական падգամավորների, ովքեր չներկայացնելով ԿՊ-ն, կներեք, ովքեր չներկայացնելով ԿՊ-ն գնացել եւ չներկայացնելով ԵԺԿ-ն գնացել եւ նստել էին ԵԺԿ նիստին եւ ինչպես փոխանցեցին ներկաները, նրանց ուղղակիորեն դուրս են վռնդել, չնայած նրանց բոլոր ջանքերին, որ ԵԺԿ վերջնական տեքստում, բանաձևում չլինի անդրադարձ Արմեն Աշոտյանին որպես քաղաքական բանտարկյալ, այդուհանդերձ ԵԺԿ-ն արձանագրեց, թե Արցախի քաղաքական էլիտայի եւ մեր մյուս ռազմագերիների հարցը, որոնք պահվում են եւ խոշտանգվում են Բաքվի բերդերում, թե հաստատեց իր նախորդ բոլոր հայտարարությունները քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի մասով։ Ինչ սպասել այս դատարանից, դուք ինչ եք ուզում սպասել մի դատարանից, որի իրական ղեկավարը ազգային ժողովում սպառնում է ընդդիմադիրներին ոտից կախել, անվանում է համբալներ, սպառնում է լցնել ԱԱՑ-ի պատվալները եւ չգիտեմ ինչ եք սպասում մի դատարանից։ Ես ընդամենը կարող եմ մեկ բան ասել, քանի Նիկոլ Փաշինյանը իշխանության է, Հայաստանը շարունակելու է գահավիժել դեպի տոտալիտար բռնապետություն։ Մենք այսօր տեսնում ենք, որ այլևս ոչ միայն արդարացվում է ֆաշիզմը, այլև Նիկոլ Փաշինյանը նյու ֆաշիզմի կրող է փորձում հանդիսանալ իր տարբեր կալիբրի քարոզիչների շպրտելով հմեկի եթեր, որ փորձեն նաև մեր պատմության մի կարևոր մեզ համար կարևոր հաղթանակած մաս եւս պղծել։ Քանի Նիկոլ Փաշինյանը կա, մտածել, որ այս քաղաքական դատավարությունները դադարելու են աբսուրդ է, ես պարզապես վերջի անգամ ուզում եմ դիմել դատավոր Դոլմազյանին, մի դարձեք գործիք Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերները կատարելու, որտեղ մենք մի լուսապայծառ արարատյան առավոտ զարթնելու ենք եւ ամենայն հավանականությամբ Նիկոլը իր ընկերուհի Աննա Հակոբյանի հետ թռած է լինելու երկրից եւ դուք մնալու եք ձեզ եւ մյուսներին իր քաղաքական թիմի կարկառուն դեմքերին, ովքեր այսօր ազգային ժողովում քացիներ էին տալիս, հերթական անգամ սպառնում էին, հայհոյում էին, ահաբեկում էին, դուք բոլորդ մնալու եք ժողովրդի եւ իրավական համակարգի հետ դեմ հանդիման, իսկ Նիկոլը իր զուգընկերուհու հետ թռած է լինելու, իհարկե թռնելը նրան չի ազատելու պատասխանատվությունից, բայց այդուհանդերձ, եթե մի այսքան խոհեմություն ունեք, այս քաղաքական ֆարսը, մյուս բոլոր քաղաքական ֆարսերը, լրատվամիջոցների դեմ հարուցված քրեական գործերը, այս ամենը պիտի դադարեցվի։ Ես եմ շնորհակալ։